Տաճարում ձուկս մաշեմ, աղոթեմ Աստծո առաջ, որ լինես դու միշտ խաղաղ, Հայաստան ջան, քո ձեռքին ես սուր դառնամ, թիկունքիդ վահան դառնամ, որ լինես դու միշտ հաղթող, Հայաստան ջան, քո հայացքը դեպի վեր, ոնց Մասիսը անվեր, իմ անպարտ ու իմ հերոս, Հայաստան ջան, քո կողքին եմ ուժում հոգով սրով իմ զոր մարտիկ, չես թողնի երբեք անտունան մեր մնավորտի, քո սիրով ապրում շնչում նաշվում եմ Հայաստանի մայր, չեմ փոխի նրան հատիկդ աշխարհով արան, քո գրկում քեզ գրկած, բայց նորից կարոտում եմ քեզ, չեմ թողնի որ այրվես ու հանգչես, ես սիրում եմ քեզ, քո սրտի դուռը բաց թող ներս գամ ես, քո անունը դարավոր, միշտ եղել ես զորավոր, պայքարել ես դու արդար, Հայաստան ջան, քո մեծ սիրտը վիրավոր, թաքցրել ես բոլորից, ու ոտքի կանգնել նորից, Հայաստան ջան, չեմ կարող կոտրել երբեք, քո հաստգիրքը պատմության, դու մեծ տուն ես հայության, Հայաստան ջան, չեմ թողնի որ այրվես ու հանգչես, ես սիրում եմ քեզ, քո սրտի դուռը բաց թող ներս գամ ես, քո սրտի դուռը բաց թող ներս գամ ես.
Մշակութային արտելոցանարանի տարածքում եւ սկսում ենք մեր էքսկուրսիան հենց այստեղից միջ կմոտիկանանք հետարասական տաճարը։ 6-րդ դասարան, այսինքն մեր պատմությունից որոշակ գիտես դրվագներ գիտեք, շատ ճիշտ է։ Իմ ամենասիրելի քաղաքից, ուրեմն, լու, ամբողջ էքսկուրսիայի ընթացքում պահպանում են երկու հիմնական կանոն։ Առաջինը լռությունն է։ Ես մենակով եմ երեխեք ջան, դուք շատ եք։ Այնպես որ ձեզ երկուսն խոսել իմ ձայնը չի լսի։ Ահա, սա առաջինն է։ Եվ հետո, եթե հարցեր կունենանք, ծնողներ ջան, դուք եք հարգելի դասեք, երեխեք ջան, հարցեր ենք ունենում առանց քաշվելու տալիս ենք հարցը, ես մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հնչեցված հարցերին։ Պարզեն, սկսենք էքսկուրսիան։ Սկսում ենք էքսկուրսիան, երեխեք ջան, ուր է։ Ամբողջ աշխարհում մենք գիտենք բազմաթիվ աստվածների մասին, հեթանոսության մասին, ինչ է հեթանոսությունը, սա բազմաստվածություն է։ Հեթան բառը ինքը հին հունարենից թարգմանաբար նշանակում է ընտանիք, երեխեք ջան, ընտանիք։ Հետո ինքը հեթանոս բառը սկսում է փոխել երեխեք ջան, ուրեմն աշխարհի ամենաշատը ժողովուրդը եղել է հեթանոսը։ Այդ թվում մենք հայերը Այո, մենք եղել ենք բազմաստվածներ, Վանի թագավորության շրջանից եվրեյ անդրուների Պանթեոն, հետո Արտաշեսյաններից մինչև քրիստոնեության ընդունումը Պանթեոն։ Երեխեք վերջում հարցեր եմ տալու ձեզ, ուշադիր լսեք։ Երեխեք ջան, մեր ամբողջ հայրենիքում շատ են եղել հեթանոսական տաճարները, բայց ժամանակի առումով եւ պատմական դրությունից ելնելով մնացել է եւ պահպանվել է մի կառույց։ Դա գտնվում է այստեղ Կոտայքի մարզում, Գառնի գյուղին կից եւ ինքը տարածքը կոչվում է հենց Գառնի, երեխեք ջան։ Հեթանոսական տաճար, որը նվիրված է Արևի Աստծուն։ Հիմա խոսեմ աշխարհագրական դիրքի մասին։ Ինքը տաճարը բավականին հետաքրքիր տեղ է ընտրել, որ տաճարը կառուցել է։ Ինքը տաճարը կառուցված է ուշադիր ձեռքերից։ Եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա։ Ինքը եռանկյունի է հենց բնության կողմից տրված։ Այստեղ մարդկային ոչ մի ձեռք չի կպել։ Բնությունն է ստեղծել այս տարածքը։ Տեսեք, տաճարը այն անկյունում է, այնտեղ։ Եթե ես այս ուշադիր ձեռքերից Երեխեք ջան, նայեք, տաճարը այն անկյունում է, եթե ես այս կողմերից բացեմ ամբողջ տարածքը, ինքը հենց անկյունում է կանգնած գլխավոր։ Այդ կողմերից ժայռեր են, 300 մետր ժայռ է լրիվ։ Շատ ուշադիր կլեք, մոտ չգնաք հանկարծակի ճաղերին։ Իսկ դիմացից պաշտպանական դիմացից կառուցվում է երրորդ հիմնական պաշտպանությունը, պատ են կառուցում, Պարիսպ, երեխեք ջան։ Ուշադրություն տալիս են Պարիսպի հիմա տվյալները։ 14 մետր բարձրություն, 14 դիտաշտարակ, 314 մետր երկարությամբ։ Լրիվ 14-ը արված հատուկ, որ մենք կարողանանք հիշել, ինձ թվում է։ Ու ամենաբարակ հատվածը չափվել է մինչև 2 մետր։ Պատը կառուցում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում, բայց տաճարը արդեն թվագրվում է մեր թվարկության առաջին դար։ Բայց հիմա կարող է հարց առաջանա, բայց 300 տարի ոնց են օգտագործել այս տարածքը մինչև կառուցեին տաճարը։ Տեսեք, ինքը տարածքը եղել է զորակայան զորքերի համար։ Այստեղ զորքը հանգստացել է պատերազմից կամ առաջ կամ հետո։ Մեր թվարկության 17-րդ դարում 1679 թվականին Գառնիում տեղի ունենում ավերիչ երկրաշարժ։ 9 բալանոց երկրաշարժը հողին է հավասարեցնում այստեղ ամեն ինչ։ Իսկ արդեն 3 դար անց, երեխեք ջան, 1964 թվականին Գառնի է գալիս Ալեքսանդր Սահինյանը, հայ մեծանուն ճարտարապետը առաջին անգամ տեսնելով ավերված այստեղ պատմական տարածքը ի գործ է լինում եւ ցանկանում է վերակառուցել, երեխեք ջան, ու վերակառուցում է պատի այս հատվածը ու տաճարը, երեխեք։ Տեսեք, ինքը վերակառուցված հատված է, լրիվ քարեր է, բայց համարյա օրիգինալ քարեր են, բայց այն անկյունը տեսեք այն արանժևի հատվածը։ Ինքը պահպանված հատված է։ Իդեպ նշեմ, որ մինչև 20-րդ դարի վերակառուցումը 10-րդ դարում Աշոտ Բ. Բագրատունին, նույնիսկ Աշոտ Երկաթն է վերակառուցել այս հատվածը։ Ծնողները համոզված են մեր դասերը կարդացել են Գևորգ Մարզպետունին ու փաստեն, որ սկսում է Գառնու ամրոցում, այո, այս հատվածը վերակառուցում է Աշոտ Բ. Բագրատունին, երեխեք ջան, 10-րդ դարում մինչև 20-րդ դարում կվերակառուցեին։ Ուր եմ, երեխեք ջան, այս հատվածում, որ նայեք հատակի, տեսեք, ապակի է։ Այս սիրունության համար չի։ Երեխեք ջան, այս հատվածում ունենք ջրատար։ Ռոյական մեխանիզմով կառուցված ջրատար է, ուշադիր լսեք։ Առաջի դարում ուղղակի հնարավորները գտել են այս մեր համար, փորձել են բացել են այս տարածքում գտնվել է։ Ուշադիր լսեք, երեխեք, ջրատարը կառուցում են մեր թվարկության առաջի դարում արքայական այգիները ջրելու համար։ Հետո մեր թվարկության 3-րդ դարի սկզբում ինքը փոխվում է ուղղությունը ջրատարի ու գնում է դեպի արքայական բաղնիքներ։ Բաղնիքները ներսից միասին գնալու ենք մանրակրկիտ ուսումնասիրելու։
Երեխեք ջան, հիմա ուշադրություն եք դարձնում այն քարին, ով կապում է։ Այսօրի որ փականա։ Տեսեք, մենք բոլորս ունենք մեր ծննդյան վկայականները, պասպորտները, մի դες բաներ մեր տաճարում ունի երեխեք ջան։ Այդ երկրաշարժից հետո մենք կարծում ենք, որ ոչինչ չի պահպանվել, որպեսզի մենք կոնկրետ ինֆորմացիա ունենանք, որ արքան կառուցեց այս տաճարը, որ թվականին եւ որ Աստծուն նվիրեց։ 1945 թվական երկրորդ աշխարհամարտի ավարտ։ Այստեղ Գառնի գյուղում հուշարձանների պահապան Մարտիրոս Սարյանը, ով պեյզաժիստ է եւ մեծ նկարիչ, մեր հայոց արվեստում նկարը այս քարի վրա ունենք հունարենով արձանագրություն։ Տեսեք, այս հատվածից ինքը տեսանելի է, բայց ինչա դրանց կոնկրետ։ Հիմա ասում եմ։ Ուրեմն երեխեք ջան, ինքը քարից տեղեկանում է, քարը տալիս է ինֆորմացիա հին հունարենով, որ Տրթատ առաջին մեծ արքան կառուցել է այս տաճարը մեր թվարկության 77 թվականին եւ նվիրել է այն Արևի Աստծուն։ Ով էր Արևի Աստվածը հայոց դիցարանում, ով գիտի։ Միր երեխեք, միր արեգ ունենք մեր մեջ, չէ՞։ Երեխեք, միր Աստված են եղել հայոց դիցարանում, հին Հունաստանում սա եղել է Հելիոսը, իսկ արդեն եգիպտական դիցարանում սա եղել է Ռա Աստվածը, երեխեք ջան։ Արքան նշում է, որ կառավարման 11-րդ տարի դա գալիս է 77 թվականը, առաջի տարի երեխեք ջան, այսինքն մոտավորապես 2000 տարի առաջ կառուցում են այս տաճարը ու նվիրում են Արևի Աստծուն, երեխեք։ Քարի այս վերնահատվածում կնկատեք խաչ կա։ Ներկայիս Հայաստանի տարածքում մենք ունենք 1700 տիպի խաչը, որոնք փորագրված են այս քարի վրա, խաչքարի են դարձել։ Այս տիպը կոչվում է ծաղկե խաչ, սա հայտնվել է այստեղ մեր թվարկության 9-րդ դարում արդեն։ Քրիստոնեության ընդունումից հետո չեն ուզեցել ինչ-որ կապ ունենան, այսպես ասեմ, հեթանոսության հետ, այստեղ փորագրում են խաչքար, երեխեք ջան, առաջին անգամ օգտագործում են որպես եկեղեցու հատված, այսինքն դնում են պատի մեջ, հետո քարը դառնում է ինքը գերեզմանաքար։ Մենակ գերեզմանոցում 1945 թվականին գտնվում է Մարտիրոս Սարյանի կողմից ու մենք ունենք մեր տաճարի ծննդյան վկայականը։ Տրթատ առաջին արքա մեր թվարկության առաջի դար 77 թվական Արևի Աստծո համար, Արեգ Միհրի համար։ Հասկանալի է երեխեք ջան։ Այսա հարցեր եմ տալու, հաստատ հասկանալի է։ Տեսեք, այլ այոներ չկան։ Լավ։ Երեխեք ջան, հիմա առաջ են շարժվում, իմ հետև ինձ առաջ չեք գնում, որպեսզի գնաք դուք ով տեղ նստելու եք, ես խոսեմ պատմեմ ամբողջը, լավ? Լավ։ Առաջի տիպի քարը սա հայկական կապույտ բազալտն է։ Այն բազալտները, որոնք դուք տեսաք այստեղ երեխեք ջան, մեր տաճարի օրիգինալ քարերն են համարվում, այսինքն հենց առաջի դարից։ Իսկ երկրորդ տիպի քարը դա հայկական վարդագույն տուֆն է։ Արդեն տուֆը համարվում է եկեղեցու մնացորդներ։ Եկեղեցին կառուցում է տաճարի անմիջապես կողքին են հատվածում վարդագույն կլոր շրջանաձև տեղ կա քանդված։ Արդեն մեր թվարկության 7-րդ դարում 658 թվականին շրջանաձև երկրորդ եկեղեցին ամբողջ աշխարհում սրանք երկուսն մեր հայրենիքում են, դրանց մասին դեռ խոսում ենք։ Իսկ հիմա անցնենք տաճարին, մոտիկից ավելի ներկայացնեմ ձեզ մեր տաճարը։ Ուրեմն, Գառնու հեթանոսական տաճարը իր ոճով համարվում է հունա-ռոմեական երեխեք ջան, բայց մշակույթներով 3 մշակույթ կրող տաճար է այս տաճարը։ Առաջին մշակույթը սա հունական մշակույթն է երեխեք ջան։ Հունական հին հունական տիպի պատկանող դորյանական վերսիայի մեջ մտնող 24 սյուն, որոնք բոլորում են տաճարը։ Հիմնականում կապվում են օրվա 24 ժամերի հետ երեխեք ջան։ Սա առաջին մշակույթն է մեզ մոտ։ Երկրորդ մշակույթը ռոմեական մշակույթն է։ Ռոմեականը մեր կտուր երեխեք ջան։ Խիստ կտուր։ Ինչպես? Կտուր։ Կտուր։ Գրիշ։ Գրիշա։ Գրիշան անուն։ Հանգստած։ Լավ։ Գրիշան։ Լավ։ Երեխեք ջան, կտուրը խիստ ռոմեական է, սրաձև կտուր ունենք, իսկ հունական ու ռոմեական ինչով են տարբերվում, հունականը մի քիչ փռված է ավելի, իսկ ռոմեականները խիստ են, հիմա մեր տների մեծամասնությունը ունի ռոմեական կտուր։ Եվ երրորդ մշակույթը երեխեք ջան, սա հայկականն է։ Հին Հռոմում եւ Հունաստանում երբ կառուցում էին
տաճարներ, հիմնականում տաճարները զարդարում էին աստվածների պատերազմը դևերի դեմ։ Իսկ մեր հայկական տաճարները զարդարել են արդեն մեր հայկական զարդան ակշերը։ Հիմնականում ունեն մեր հայկական խաղողի, ծիրանենու եւ նռենու հաղթաքանդակներ։ Մրգեր, որոնք խորհրդանշում են մեծ հայերիս եւ մեր երկիրը Հայաստանը։ Կա։ Կա, գյուղը կա։ Այո, հենց դեռ, այո։ Այո։ Սա ընկուզենյա։ Այս հատվածումը կուզենյա։ Եթե վերջացեցիք շարունակեմ։ Այո, պոպո։ Այս շանի օր դար մեր խելչան տնկել են, որպեսզի տարածքը կանաչապատ լինի։ Լավ, լուր աշտի, Հասկացանք երեխեքներ, այսինքն ունենք հունական սյուներ, ես վերջում հարցեր եմ տալու, վայ եկավ տարա, որ չպատասխանեք այս հարցերից։ Հունական սյուներ, հռոմեական կտուր եւ հայկական ատրիբուտներ եւ զարդան ախշեր։ Պարզեր երեխեքներ։ Այդ այո ասողները տենամելը վերջում կպատասխանեն իմ հարցերի թե չէ։ Okay, ավելի ուրախ եմ։ Երեխեք ջան, ունենք 9 աստիճան, աստիճաններ կառուցել։ Ինչու հենց 9 աստիճաններ որոշեցին կառուցվել։ Ինչ օրինակ ասեցին, ինչու հենց 9։ Չէ, առաջի դարում կա։ Ինչու հենց 9։ Երեխեք ջան, ուրեմն ունենք երկու հիմնական պատճառ։ Առաջի պատճառը հիերարխիան է։ Հիերարխիա բառը հին լատիներենից թարգմանաբար նշանակում է մարդկային դասեր, կաստաներ։ Հին Հայաստանը միջև կնքումից քրիստոնեություն ունեցել է 9 մարդկային դաս։ Սկսել է ամենահաղթակներ, հարուստներ, ամենահարուստները այսպես բացել է դեպի վերև, իշխաններ, արքաներ եւ քրմեր։ Սա հասկանալի էր։ Առաջինը կարգ էր, մարդկային կարգ էր, այո։ Եվ երկրորդը երեխեքջան պատճառը հետևյալն է, սա կազմված արդեն աստվածների քանակի հետ։ Ուրեմն Հայոց Վիցարանը, ես ինչպես նշեցի, պանթեոնը, երկու պանթեոն են ունեցել, ճիշտ է, ասեցին ամենասկզբում։ Եվ այս տաճարը համարվում է այն պանթեոնը, որը կառուցվեց այն տաճարը, որը կառուցվեց երկրորդ պանթեոնի շրջանում, այսինքն ինքը Արտաշեսյանների շրջանի կարելի ասել կառույց է։ Ուրեմն երեխեք ջան, Դիցարանում ունեցել ենք 70 աստվածություն։ Ես նշեցի 35 դից եւ 35 դիցուհի, որպեսզի նրանց քանակը լիներ հավասար։ Բայց նրանցից 9 եղել են հզորագույն աստվածներ։ Դրա համար երկրպատերը կապվում են հետո թվի հետ, 9 հզորագույն աստվածների թվի հետ։ 9 թիվը զույգ չի, որպեսզի լինեն իրենք հավասար, ինքը կես թիվ է։ Ունեցել ենք 5 կին աստված եւ 4 տղամարդ աստված։ 5 կին աստվածներ են եկեք մոտիկից ծանոթանանք այն հզոր աստվածներին։ Առաջինը Անահիտն էր, Անահիտն եք եղել է ընտանիքի եւ մայրության հովանավոր աստվածուհին, բարեբերության աստվածուհին է եղել։ Հետո գալիս է Աստղիկ, Աստղիկն է Սիրո աստվածուհի։ Այո, սիրո եւ ջրերի աստվածուհի։ Մեկ անցել ենք Չէ, Վեներան հայեցուցանում չի, Հոմերան ցանում։ Երեխեք ջան, դա նույն բանը, Վեներան եւ Աֆրոդիտեն, երեքն նույն աստվածուհիներն են, տարբեր դիցարաններ։ Երեխեք ջան, հետո գալիս է Աստղիկ, աստվածուհին ջրերի, սիրո, խորհրդանշող աստվածուհին, իրենց հովանավորը, ինչպես դեպտեշեմ, մեր շատ սիրելի դուք սիրում եք ջրոցին։ Ես ես արիքի սիրում եմ։ Այո, Վարդավառը, այստեղ շատ մեծ շուքով նշվում է Վարդավառը։ Ես ասեմ, շունը դիրոջը չի Վարդավառին նորը։ Այդը գալիս է, այո, հենց այստեղ։ Երեխեք ջան, Աստղիկ դիցի, Անահիտ, Աստղիկ, անցակ առաջ Գիսանեն եղել է հողագործությամբ զբաղվողների հովանավոր աստվածուհին, երեխեք ջան։ Այո, նանել Գիսանեն երեխեք ջան, հողագործների հովանավոր եւ այն աստվածուհիներ, ով որ ստեղծեց, սովորեցեց գինի սարքել, այսպես ասեմ։ Իմացեք, որտեղ Իջևանից է եկել, գինու գործարանը այնտեղն է Գիսանն է եղել հովանավորը։ Հետո գալիս է Նանեն, ով նշեց Նանեն։ Ընտանիքի պաշտպանը, բայց Նանեն բացի էդ ուրիշ բաներ ունի, ուրիշ աստվածություններ ունի իր մեջ։ Ընտանիքի պաշտպան, ворսոդության աստվածուհի եւ գողերի հովանավոր աստվածուհին է։ Օգնել է որ գողություն անեն չքավորները, ոչ թե հարուստները, այլ չքավորներին օգնել է որ գողություն անեն։ Եվ 5-րդ աստվածուհին երեխեք ուշադրություն, իր մասին դժվար իմանաք կամ սխալ ինֆո կունենաք, եթե կարծում եմ սպանդարամետն է երեխեք։
Սպանդարամետը մտածում են, թե ինքը եղել է Աստված, բայց ոչ, Սպանդարամետը Աստվածուհի է եղել։ Աստվածուհիներից ամենաերիտասարդը Մահվան Աստվածուհին հայոց դիցարն է երեխեք ջան։ Մահվան Աստվածուհին է եղել։ Սպանդարամետ, հենց իր անունից է ներկայիս հայերեն լեզուն գալիս սպանել, սպանդանոց եւ սպանող բառեր ես, երեք բառը հենց այդ Աստվածուհու անց է գալիս։ Դե տես, հիմա մենք չենք կարասել, մեր նախնիները ամեն ինչ ամեն երևույթ պաշտել են ու ամեն մի բանին մի անուն են տվել։ Հիմա որ այդ Աստվածուհու անունը եղել է Սպանդարամետ, մենք չկարանք անենք։ Այդ նույնը ոնց որ ծնողները ասես թե իմ անունը սենց դրել։ Դե ուզել են դրել են, հիմա ինչ անենք։ Դու բոլորը լսեք ուշադիր ինձ, ֆենոմենալ խելացի ես, բոլորը, սենց նայում եմ, բոլորը աչքերը սենց խելացի են, հաց կրտում են, սենց ասեն։ Կոմնեն հետ է։ Կոմնեն Սուրեն ջան, իհարկե, բոլորը խելացիք ու ես գիտեմ, այնպես որ չենք կողմ։ Ես տարի գերազան չենք կողմ։ Ես հավատում եմ։ Մեդեսոն գերազան չկա, մենակ մի հատա, Ստելան։ Էն է Սուրենն։ Ուրա Ստելան։ Էն է Սուրենն։ Ստելան ունեց համեստ անստել, հիմա որ հացտամ Ստելա ջան, կարաս պատասխանես իմ պատմածը։ Միշտ հիշեք, իմաստությունը արտահայտվում է լրացից, չես մեկան։ Մարդը կան լուր են մնում, բայց իրանք շատ խելացի են, ահա որ։ Դասատուներ են։ Մեդեսոն մենակ Երեխեքան, միշտ հիշեք ես իմ ասածը։ Իմաստությունը, մարդու խելացիությունը եւ խելոք լինելը արտահայտվում են լռությամբ եւ համեստությամբ։ Լուր եւ համեստ եղեք։ Ես գիտեմ, որ բոլորը շատ խելացի են։ Լավ։ Երեխեք ջան, այսքանը հասկացաք։ Հիմա 9 քանակը հասկացանք, բայց ինչի ասած անոմալ, բարձր եւ նեղ կառուցված տաճարի աստիճանները, արվածը հատուկ, հաշվարկված է մարդու ֆիզիկական կարողությունները նույնպես, որպեսզի ամեն անգամ վերև բարձրանալուց մենք ուղղակի ավտոմատ սկսենք խոնարհվել աստվածներին։ Հասկացա՞ք։ այդ աստիճանով կա բացան ափորներ ու մևորներ։ Հա, բոլորը կարան բարձրանեն, բայց արվածը հատուկ, որ մենք ամեն անգամ, ամեն մի քայլի, ամեն մի աստծո խոնարհվենք երեխեք։ Հասկացա՞ք։ Քայլում ես ավտոմատ սկսում ես խոնարհվել։ Չես կարող գնաս ու գնաս մեջ տա վերջում ցավալու։ Ահա որ ցավում է։ Երեխեք ջան, տաճարը ներկայացրեցի ձեզ հիմա ներկայացնում եմ Պոպաշին։ 4 դարի սկիզբ 301 թվական։ Մենք հայերս ընդունում ենք քրիստոնեությունը որպես պետական եւ ազգային կրոն երեխեք ջան։ Առաջին ազգը ամբողջ աշխարհում որ ընդունել է։ Այդ ժամանակ սկսում ենք հանդել բոլոր հեթանոսական տաճարներ եւ դրանց փոխարեն կառուցվել քրիստոնեական եկեղեցիներ։ Ինչու՞ չի քանդվում Գառնու հեթանոսական ամրոցը։ Մեր արքայդուստրը Խոսոֆա Դուխտը շատ է սիրում Գառնին, Գառնու տարածքը եւ տաճարը նույնպես։ Եվ իր եղբորը Տղթատ 3-րդ մեծին խնդրում է, որպեսզի արքան չքանդի այս տաճարը, այլ պահպանի որպես արքայական հանգստյան վայր, հանգստյան տուն, ոչ թե աղոթքերի համար վայր։ Մեր արքանը շատ սիրելով իր քույրիկին չի ուզում նեղացնել իրան ու տաճարը պահպանվում է։ Արձակվում է հրովարտակ, ըստ որի պետք է քանդել մեծ արքին գտնվող բոլոր մեհյանները, նույնիսկ հեթանոսական տաճարները եւ դրանց փոխարեն կառուցել երեխեք ջան արդեն եկեղեցիներ, բացի Գառնու հեթանոսական ամրոցից։ Մեր արքայադուստրը ինձ թվում է շատ լավ հասկացել է ինչ անում երեխեք, որ այս արքանը պահպանել է մեզ համար, սերունդների համար, որովհետեւ մենք այդ ամենը եղել է Վաղաշաբաթում։ Այն ժամանակվա մայրաքաղաքում։ Այո, Վաղաշաբաթը 12 մայրաքաղաքներից մեկն է։ Բանանի երևա։ Ապրեք, ես գիտեմ, որ գիտեք, երեխեք, բայց թողեք խոսեմ որ հասկացեք։ Բայց արդեն շատ լավ հասկանում եմ, որ այդ մի փոքր սենյակը շատ փոքր տեղ է, որպեսզի իրենք ամբողջ ընտանիքով մնային։ Ու այստեղ այս եկեղեցու մասին հիմա խոսում եկեղեցու ներքևի հատվածում կառուցվում է շենք։ 1540-ի վրա քառակուսի շենք, որը պետք է դառնար արքայական պալատ։ Պալատը ունեցել է ընդամենը 2 հատ երեխեք ջան։ Փոքր կամֆորտի, կամպակտի մի հատ տեղ ա եղել հանգստանալու համար։ Արքայական ընտանիք եկել այստեղ մի քանի ժամ, օր չէ։ Հանգստացել ու հետո վերադարձել մայրաքաղաք Վաղաշաբաթ երեխեք ջան։ Ներկայիս Էջմիածնի տարածքում Վաղաշաբաթ։ Բայց ներքևում ինչ է։ Ձորնա։ Չէ։ Ժայռերը։ Տանիքներ որ։ Այս այդ տանիքների մասին եմ խոսում։ Բայց հիմա թողեք եկեղեցին պատմեմ։ Քանդված։ Ուրեմն ես մի փոքր արդեն տվեցի ինֆորմացիա 7-րդ դար 600 թվական Վարդագույն։ Այո, եւ նշեցի, որ աշխարհում երկրորդ շրջանաձև եկեղեցին է, երկուսն են նրանք, երկու շրջանաձև եկեղեցի կա, երկուսն են մեր հայրենիքում են Հայաստանում եւ ցավոք երկուսն էլ քանդված են։ Առաջինը Սուրբ Զվարթնոցի տաճարն է։
Երկրորդը Սուրբ Սիոնի տաճարն է, որը այստեղ է գտնվում։ Զվարթնոցի եւ Սիոնի երեխեքան ճարտարապետը համարվում է նույն մարդը, երկուսը նույն մարդն է կառուցել։ Սուրբ Սիոնը իր տեսքով շրջանաձև եռահարկ եկեղեցի է եղել, 17 մետր բարձրությամբ է եղել։ Իսկ տաճարը հիմա ունի 11 մետր բարձրություն, այսինքն ինքը եկեղեցին եղել է ավելի բարձր, քան տաճարը։ Եվ ինչու 20-րդ դարում Ալեքսանդր Սահինյանը չվերակառուցեց եկեղեցին, բայց Ալեքսանդր Սահինյանը դեպ նշում որ եղել է քրիստոնյան եւ կյանքի վերջի 10 տարիները նվիրել է այստեղ մեր տաճարին, որպեսզի վերակառուցվի, այո, նաեւ հայրենիքը։ Երեխեք ջան, չի վերակառուցվում, որովհետև չեն գտնում օրիգինալ քարերի մեծամասնությունը։ Տուֆը բավականին փափուկ քար է, այնքան էլ ամուր չի, ոնց որ բազատ, ինքը ավելի պինդ, ծանր, սառը քար է։ Ինքը հրաբխային ծագում ունեցող քար է բազատը։ Իսկ այդ տուֆը ոչ, ինքը ավելի փափուկ է։ Եթե ինչ-որ շինություն, օրինակ տուֆից փուլ է գալիս, եթե արագ չվերակառուցվի այդ ամբողջությունը, ինքը քարը կդառնա փոշի ու կկորի ժամանակին։ Այդ իսկ պատճառով են Ալեքսանդր Սահինյանը որոշում է այսպես թողնել։ Բայց ուչի դե։ Բազատը փուլ է գալի, բայց չի կորում։ Ինքը դարերով պահպանող քար է։ Դարերով չէ, հազարամյակներով մնացող քար է, որովհետև ինքը նշեցի, որ ունի հրաբխային ծագում։ Պատեր ես խաները։ Ըստ ձեզ Ալեքսանդր Սահինյանը ճիշտ է վարվել, թե ոչ։ Այո, ճիշտ է։ Իսկ ինքը իր հայ եկեղեցին չի վերանորոգել թե ուրիշ։ Դե կա ու այլ համար Ոչ մի եկեղեցի չի վերակառուցել։ Տեսեք ասեմ, բայց եթե այստեղ վերակառուցի եկեղեցին դառնա նոր գործող եկեղեցի, բայց դա հաշվի դա կարելի է։ Պատմությունը կչքանալ այստեղ կորեր։ Հետո չէին կարող ապացուցեն, որ այստեղ եկեղեցի է եղել դարեր առաջ։ Այսինքն ճիշտ է։ Այսինքն սխալ արել։ Այսինքն ճիշտ է արել։ Եվ ճիշտ արել։ Ճիշտ է արել, որ չի վերակառուցել։ Հիմա եթե վերակառուցայից, գային տաճար կանցնելու մասը եկեղեցի է։ Ես ասեմ, Ես գիտեմ թե որ չի վերակառուցել դրա։ ես ամեն ինչը մեզ պատմի, մենք կարանք չհավատային ձեզ, որ սա հնադարյան ժամանակ եկեղեցի է եղել։ Բա, Հա, ես խելացի ես։ Բոլոր ջան, հարցերն ինձ համար։ Բայց ես ունեմ։ Մնաց է։ հա տվեք մեզ։ Մենք նշած Եթե ձեր չնչեց գոռացիք, ես չեմ հարցնել այդ գոռացիքը։ Ինչ խոսել եմ, հաստատ տեզերքի մասին չի հարցել։ Չնայած տեզերքի մասին եմ հարցել կարող եմ։ Ինչի՞ ես։ Տեզեր, չեմ եկել։ Եզերքի։ Լավ, ոչ դեր։ Սա Ես ուզում եմ այն ամեն ինչը, ինչ որ ես պատմեցի։ Քանի սյուն ունի տաճարը ձեր։ Սյուն։ Ասեմ, կամ ես ասեմ։ Ինչի՞ է դա պատված։ 24 ժամ։ Ամեն ջան սուսա։ Ես ասի որ դա քանի աստիճան է Ասեմ։ ասեմ։ Ինչի՞ է դա պատված։ Ես ասեմ։ Առաջի պատճառը ասեմ։ Առաջ պատճառը։ Դա չի հիշում։ Հերարխիաներ։ Մարդկանց կան Այդ ինչ գիտեմ որ եկավ սեքսուալ։ Առաջին Մենակ ես եմ ասում, որ առանց եթե չեմ ասում, ասա։ Երկրորդը չեմ ասա, առաջինը։ առաջին Հերարխիա։ Ահա, լավ, այսքան երեխեք ջան։ Ինչու է կառուցված բարձր եւ նեղ աստիճանները։ Ես ասա։ որ ամեն աստիճան գնալուց Գիտեք, մեր բաղնիքները ոչ միայն պատմական են, այլ նաև նորարար տեխնոլոգիաներ ունենք մեր բաղնիքի հենց ներսում, այսինքն դուք այստեղ կտեսնեք, թե ոնց են պատմությունը ու տեխնոլոգիաները խառնվել իրար։ Հիմա լուր վեր ենք տանում, իմ հետևից, առանց աղմուկ անելու, իմ հետևից եմ ես ասում, որովհետև ներսում կարող է ուրիշ խումբ լինի, որպեսզի ես կանոնակարգեմ, կանոնակարգ Սյուներից են երեխեք են հատվածներ, տեսեք, գիտեք այն ժամանակ քարերը ոնց են ամրացրել իրար, հիմա մեր սյուները մոտավորապես ամեն սյունի վրա կա 4 մաս, այն ժամանակ էլ եղել է մոտավորապես 4 մաս, մի սյունը կառուցել են 4 հատ երկարաբուն քարով, ոնց են ամրացրել, ու այն ժամանակ բիտոն չի եղել, ցեխ չի եղել, առողջություն աշոջան, գիտեք ոնց են արել երեխեք, քարերի վրա այսպիսի անցք են արել, սենց հաջորդ քարը որ բերել են իրա վրա որ դնեն, նույն տիպի սենց երկարաբուն էլի անցք է եղել Հալած արջիճը, հալեցված, այդ բային լցրել են մեջը, պատկերացնեք արջիճը ինչ տիպի են հալացրել, որ քարանա ինքը այդպիսի մնա երեխեք ջան, տաճարը որ կառուցել են,
այս կողքերը լրիվ երեխեք ջան, եղել է ձուլարաններ, այսինքն ձուլել են, տակ-տակ որ լցրեն մեջը։ Պատկերացրեցիք ոնց է եղել։ Depicts sea deities Oceanus and Tethys and other mythological figures. The Greek inscription, reading, "We worked without any pay," suggests that the mosaic was gifted to the king. Որին արամատյակողից հաջորդում են Սարոջերի սենյակը, Ֆրիկի դարումը, Գոլբաժանունքը, Տեպի դարումը, Տակջերի լողասենյակը, Կալտայնումը, ապա հնոցը։ Գրակը տակացրել է հնոցի վերևում գտնվող մետալի անկացայի ջուրը, իսկ որում ծուխը միջատակային տարածության միջով անցել են տաք ջրով լողարանի տակ, ապա սակավ ջերմությամբ Գոլբաժանունքի տակ, այնուհետև նվազած ջերմությամբ հասել Սարը լողարանի հատակի տակ։ Թե հատակը պատողսյունների աղյուսները և թե նրանց վրա շարված մեծաշխապ վերցած և մագարում Հայաստան անունը տալիս, ժերի մեջ մի տուն եմ հիշում, ալևոր կամուրջի հոնքին, ծիծարի մի բույն եմ հիշում, թեքված մի մատուր եմ հիշում, և բերդի տեղահան մի դուր, ավերակ տաճարի մի վեմ, և բեկված մի սյուն եմ հիշում, հիշում եմ լքված մի թոնի, բերանին մամրոտած մի խուր, մամրոտած որ մի խորոչում, մասրենու վարսաթափ մի տուն, աշխարհի քարերին մաշված, աշխարհից խռոված մի ցում, և հեռվում ինչ որ ուշացած, ձիերի դոփյուն եմ հիշում, Հայաստան, ասելիս, այտես են այրվում, Հայաստան, ասելիս, ծնկներս են ծալվում, Հայաստան ասելիս, շրթունքս է ճաքում, Հայաստան ասելիս, հասակս է ծաղկում, չգիտեմ, ինչու է այդպես։ Արևոտ մի սար եմ հիշում, ճակատին ձյունի պատառիկ, սարնի վար բարակ մի առում, շուրթերին հայրեն ու տաղիկ, ցորենի կանաչ արդի մեջ, արվույթի կապույտ մի ծաղիկ, և արդի եզրին մենավոր, մի բարդու շրշուն եմ հիշում, Հայաստան ասելիս, աչքերս են լցվում, Հայաստան ասելիս, թևերս են բացվում, Հայաստան ասելիս, աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս, էլ մահը ուշունն է, կմնամ կլինեմ այսպես, Հայաստան անունը տալիս, ժերի մեջ մի տուն եմ հիշում, ալևոր կամուրջի հոնքին, ծիծարի մի բույն եմ հիշում,
Բան է, Տարների վրա Գնացեք, երեք։ Հաղթողումը բոլորով միասին սինխրոն ձեռքերը բարձրացնում տեղ ու գորում են ուրա երկու վայրկյան բայց միասին եթե չէ չենք ստանում բանալի միավորը ձերքում է հիմա մեր մոտ լավ ռիթմի խաղում բարձր ուրաներով հաղթում են կարմիրները Ես կան կարմիրները չէ, կանաչները։
վերջ այստեղ դրան ամեն շուտ սաղովի չանի
խաղում գալիս է ստեղ։ Ով որ ստեղ էր խաղում գնում է էկրանը։ Նարեկ Հիմա բոլորը տանելու Լավ ժամանակ անցկացրեցի։ Այս ավելի Այդ էր ամենակարևորը։ Անի, ինանուր, հաշիվը 9-7-ը։ Եթե արդեն կանաչները մեկը հաղթում են կանուր։ Արմիները իրացում են կանուր։ Բայց, մենց այդ մի ավորից չզրկեմ, որտեղ միշով խաղը ավարտ, կարամ խաղը ավարտից հետո կամ։ Հայ, հենց որ խաղը ավարտում է, բացն թողում, Աղթող թիմը իմանում են, կարմիրներ բեկատողություն, հենց որ աղթող թիմը իմանում են, գնում եք ձեր ագարակը, թմին գրգուսում։ Չէ, սպասեք, միան։ Հետի շատ տարբերությունը շատ քիչ է, երբ որ տեսիչ է, չէ՞։ Էսի բայց դրանից է շնում է։ Հա, բայց նայեք, ես մեկը ներքևել է։ Ինչ հացա։ Բայց ներքև է այս մեկը, պետք է հավասար է։ Եթե այստեղից վեկան են մի բուն լսնենք ընդես։ Այ այս կար լսնենք ընդես, նրանք քիչ է։ Հասկացա, շատ քիչ է տարբերությունը, մի բան տարբերություն։ Ուշاد։ Ես կաղում աղթեց։ Եմ կարող կանելում։ Աղթով ենք արասում, պրգինները։ Լսեք, կանեիը։ Սիրում, արգետները հանեք, սիրում, վիքցրբեք, մնացեք տենգերում։ Բասեք, բայց չենք մորանում, որ անենք աղում հաղթում է։ Ընկերությունը։ Այս եկեք հլը այեսերում այս Կապեք, գորալի։ Ու տարեին եք
Կապուտա երկինք վարասխու արեգակ մեր չկնաղ աշխար տուներ մոլորակ Ցանկանում եմ ես որ քո լույսով անմար միտք ու սիրտ ջերմացնես դու մարգության Մենք կարող ենք միասին թե մանուկ թե պատանի տարածել ողջ աշխարհում Ձեր հավատ խաղաղություն ու թողորել այս ու հետ չլինեն բարբերակներ թող տիրի ողջ աշխարհում Ձեր հավատ խաղաղություն Շատ կարևոր է որ արդար Մարդու հետ գնաս ճանապարհ Ում կարող է սիրտեն բացել Համ ծիծաղել, համ լացել Ով մի խոսքից է միշտ ես հասկացել Շատ կարևոր է որ կողքի Ընկերը հասկանա հոգի Հայացքով միտքդ կարդա Եթե անգամ այն բարդա Նրա հետ ճանապարհը հարթա Իմ ճամփի ընկեր Դե բաժակդ բեր Մենք երկուսով իրար հետ Ունենք քաղցր հուշեր Իմ ճամփի ընկեր Ջան երկենք նոր երկեր Թող մեր երկը երջանք կազմի հազար սրտեր Իմ ճամփի ընկեր Դե բաժակդ բեր Մենք երկուսով իրար հետ Ունենք շատ լավ հուշեր Իմ ճամփի ընկեր Ջան ինչքան խինդ ու սեր Դեռ պիտի տանք ու առնենք որ շատ ենք երազել Անցել ենք շատ քաղաքներով Սեր տալով ու սեր առնելով Նպատակն է մեր բարի Ձեզ տեսնենք ամեն տարի Երջանկացնենք հայերին աշխարհի Շատ կարևոր է այս կյանքում Հարգել սիրել ամեն մարդու Ուրախ եմ որ դու ինձ պես Ընկերոջ սիրել գիտես Հպարտեմ քեզանով սիրում եմ քեզ Ինչ ամփի ընկեր Դե բաժակդ բեր Մենք երկուսով իրար հետ Ունենք շատ լավ ուշեր Ինչ ամփի ընկեր Ջան ինչքան խինդ ու սեր Դեռ պիտի տանք ու առնենք որ շատ ենք երազել Ինչ ամփի ընկեր Դե բաժակդ բեր Մենք երկուսով իրար հետ Ունենք քաղցր հուշեր Ինչ ամփի ընկեր Ջան ինչքան խինդ ու սեր Դեռ պիտի տանք ու առնենք որ Դեռ պիտի տանք ու առնենք որ Շատ ենք երազել Ունենք շատ լավ ուշեր Իմ ճամփի ընկեր Ջան երկենք նոր երկեր Թող մեր երկը երջանք կազմի հազար սրտեր Իմ ճամփի ընկեր
դե բաժակրտվեր Մենք երկուսով իրար հետ ունենք շատ լավ ուշեր Իմ ճամփի ընկեր ջան ինչքան խինդ ու սեր Դեր պիտի տանք ու առնենք որ Դեր պիտի տանք ու առնենք որ Շատ ենք երազել Երեխաներ ջան, մամաներ ջան, բոլորը խնդրել եմ հողին չեք դրան Պարահրապարակ այս անգամ առավել շատ եք ազատ թողնելու ինչու Քանզի անակնկալ հյուրը այս անգամ ամրաբերքան մեծ է Բոլորով հետ կանգնեք Մի քիչ մի փոջորեք Մեկի Հսկանի Իրական հսկաներից չեք վախելու Հետ գնացեք երեխաներ ջան Ուշերից քաղաք հյուսեմ Հյուսեմ թելով երազներից Թե օրորվեմ քամիներից Վաղուց անցած հին օրերից Թե փողոցից փողոց անցնեմ Մտնեմ երկով սարքած այգից Կամ էլ մեր տուն գնամ ու դուրս նայեմ Քեզ կտեսնեմ պատուհանից Երևանս Երևանս Անգին քարս անգին քարևարտս Երևանս Երևանս
Որքան ասես թափառել երկնքի տակ երևան Dear visitors, please keep the fountain area clear and for safety reasons, we kindly ask you not to enter the fountain zone during the musical performance.